Dyson փառահեղ տեխնոլոգիական նորամուծություն, թե մարքեթինգային խապկանք։ Այս վիդեոն քեզ կտա այդ հարցի պատասխանը, բայց մինչ այդ հետևիր իմեջին, որտեղ ես կիսվում եմ քո սիրելի ֆեշն եւ բյութի բրենդերի պատմություններով։ Dyson-ը բրիտանական տեխնոլոգիական ընկերություն է, հիմնադրված Ջեյմս Դայսոնի կողմից 1991 թվականին։ Այն ի սկզբանե հայտնի է դառնում առանց բարգի փոշեկուլներով, որոնք ամբողջովին փոխում են տնային տեխնիկայի աշխարհը։ Dyson-ի փիլիսոփայությունն է, եթե ինչ-որ բան վատ է աշխատում, այն պետք է ստեղծել նորից։ Համաձայն տարբեր աղբյուրների վարսահարդարիչի ստեղծման գաղափարը ծագում է Ջեյմսի կնոջ Դիրդրիի շնորհիվ։ Ջեյմսը սիրում էր խոսել իր կնոջ հետ, մինչ նա պատրաստվում էր եւ հարդարում մազերը սովորական վարսահարդարիչով, բայց սարքի աղմուկը խանգարում էր նրանց բնականոն զրույցին։ Dyson-ը որոշում է լուծել այդ խնդիրը ստեղծելով ցածր աղմուկով վարսահարդարիչ։ Երբ Dyson-ի թիմը սկսում է ուսումնասիրել շուկան, պարզ է դառնում, որ վարսահարդարիչները գրեթե չէին փոխվել 1960-ական թվականներից։ Նրանք ծանր էին, աղմուկոտ, չունեին ջերմաստիճանի կառավարում եւ վնասում էին մազերը։ Dyson-ը որոշում է, վարսահարդարիչը պետք է լինի ինժեներական սարք, այլ ոչ թե պարզապես աքսեսուար։ Ընկերությունը ծախսում է մոտ 5 տարի եւ 71 միլիոն ֆունտ ստերլինգ վարսահարդարիչի մշակման վրա։ Ստեղծվում է մոտ 600 նախատիպ։ Dyson Supersonic վարսահարդարիչը ներկայացվում է 2016 թվականին։ Այն դառնում է սենսացիա ոչ միայն դիզայնի, այլև տեխնոլոգիայի շնորհիվ, քանի որ ուներ խելացի ջերմաստիճանի վերահսկում, ջերմաստիճանը որոշվում էր ըստ մազերի հետ հեռավորության, ցածր աղմուկի մակարդակ եւ մազերի նվազագույն վնասում։ Dyson-ի կնոջ սիրելի գույն ֆուկսիան ընտրվում է որպես հիմնական գույն։ Supersonic վարսահարդարիչին հաջորդում են Dyson Curl Straightener-ը չոր մազերը ուղեղացնելու համար, Dyson Air Stretch Styler-ը, որը միաժամանակ չորացնում եւ հարթեցնում է մազերը, Dyson Supersonic Neural Hair Dryer-ը, որը Supersonic-ի կատարելագործված տարբերակն է, եւ Dyson Airwrap Multi Styler-ը, բազմաֆունկցիոնալ հարդարիչ։ Եթե ունես Dyson, մեկնաբանություններում նշիր արդյոք գոհ ես, թե ոչ։